Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Էլ չեմ խոսում Աբուլիս հետ ինչ ես արել, բայց ես հիմա դրա համար չեմ ստեղ, ես հիմա Մարիայիս համար եմ ստեղ, ես ավելի լավ է հենց հիմա հրաժարվեմ պաշտոնից ես, մարդ տեսակից ես, քան թողեմ, որ դու Մարսես են թե ինչ ես արել աղջկաս հետ, լսում ես արա, դու էդ չես անի, ինչից վերցրիր, դու չես կրակի, դու մարդ չես սպանի հաստատ։ Մարդ, ճիշտ է, մարդ չեմ սպանի, բայց դուր, մարդը ուր, դու շատ հեռու ես մարդ լինելուց։ Արի հանգիստ խոսենք հասկանանք, Ռուբենոպար։ Ես արդեն ամենադժվարը արել եմ, զենքը դրել եմ ճակատիդ, ինչ, քեզ թվում է չեմ կրակի, լուրջ քեզ թվում է չեմ կրակի, ես գիտեմ, որ ես մի կրակոցը Մարիայիս ապրումները չի թեթևացնի, բայց ինձ կթեթևացնի, որ գոնե փորձել եմ աղջկաս պատիվը բարձր պահեմ։ Դու ամեն ինչի որ գիտես, թող խոսամ, խնդրում եմ, թող խոսամ, բացատրեմ։ Դու խոսալու իրավունք չունես, դու ապրելու իրավունք չունես։ Ամբողջ կյանքովդ արդարությունից ես խոսացել, օրենքից ես խոսացել, հիմա սենց ես որոշել հարցը լուծես։ Հա։ Ես ես պահին որպես ոստիկան չեմ դիմացդ կանգնած։ Ես ես պահին որպես Մարիայի հայր եմ դիմացդ կանգնած։ Հայր, ծնող, ում երեխուն դու փորձել ես ցավացնես։ Ու ես ես հարցը կլուծեմ որպես ծնող։ Տատ չես պատկերացնի, թե ինչքան ունեմ քո օգնության կարիքը։ Դու էլ չես պատկերացնի, թե ես ինչ եմ զգում քեզ այդ վիճակում տեսնելուց, թե ոնց ես տանջվում ու փրկություն ես փնտրում։
Դա ինձ թվում է։ Ես երբեք այդ փրկությունը չեմ էլ գտնի։ Ես այդպես էլ չհասկացա։ Դու ինձ այդպես էլ չասեցիր, թե ինչ պատահեց, որ դու ու Դավիթը նման որոշման եկաք։ Չեմ կարող բացատրեմ, թե իմ համար ինչքան դժվար է այդ մասին խոսելը տատ։ Չեմ ուզում խոսենք։ Ես հասկանում եմ։ Բայց դու էլ հասկացիր, որ այդ մասին խոսելը թեթևացնում է ցավը։ Լռելով դու ցավը քո մեջ ես պահում ու չգիտես ինչ անես։ Իսկ երբ խոսում ես, ես հասկանում եմ։ Բայց ուզում եմ, որ դու էլ հասկանաս, որ այդ մասին խոսելով դու թեթևացնում ես ցավդ։ Իսկ լռելով փակվում ես քո մեջ ու չես իմանում ինչ անել, ոնց վարվել։ Իսկ խոսելով թեթևացնում ես ցավը, դու ավելի թեթև ես նայում այդ ամենին։ Տատ իսկ եթե աշխարհում կան ցավեր, որոնց մասին խոսելուց ոչ մի բան չի փոխվում։ Ոչ մի հույս չի տալիս, որ ինչ-որ բան կփոխվի, եթե խոսեմ այդ մասին։ Ինձ թվում է շատ դեպքերում պետք է տրամադրվել ու ընտելանալ այդ ցավին։ Ոչ թե անverջ խոսել, քննարկել ու քննադատել։ Դուք ոչ մի հիմք չունեք ինձ կալանավորելու, ոչ բողոքկա, ոչ էլ մեղադրանք։ Ձենդ կդրի լավ կոպ։ Սրանն է յարա։ Այն ինչ որ հիմա անում եք անօրինական է։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Դու ցմա ես դատվելու, ցմա, դու բանտից դուրս չես գալու։ Պաստորեն այս կարգի անօրինական, հա։ Հանգստացեք, պարոն Դավթյան։ Հիմա չարժի բաժնում այսպես աղմուկ բարձրացնել։ Մեղադրանքն էլ, ապացույցն էլ կլինի արտակի սպանության պահովել Մարիայի դու ինձ հասկացար կալանավորի սրա Ինձ հենց հիմա բաց եք թողում, դուք ոչ մի հիմք չունեք ինձ տեղ պահելու։ Ձենդ կդրի, այստեղ դու չես որոշում։ Բա ով է որոշում։ Դավթյանը, հա։ Բոլորդ էլ իրա դուդուկի տակ պարում եք ու կապ չունի ինքը ճիշտ է թե սխալ։ Ասեցի քիչ խոսիր, առաջանցի։ Դավիթին չես հանդիպել, չես խոսել հետը, չեք քննարկել ես իրավիճակը։ Խոսել ենք ու վերջնական որոշման ենք եկել։ Ախր այդպես ոնց կլինի։ Ոչ մեկդ ոչինչ չասեցիք, ոչ մի բան չհասկացա, թե ինչի եք ասել այս վիճակին։ Ձեր մասին չեք մտածում, գոնե երեխու մասին մտածեք։ Ախր այդ երեխեն։ Տատ խնդրում եմ երեխու մասին մի խոսա։ Արի թեման փոխենք, ես չեմ ուզում այդ մասին խոսենք։ Ես ուզում եմ մի փոքր ցրվել։ Բայց Տատ խնդրում եմ։ Ինձ հանգստություն է պետք, գոնե դու տուր ինձ այդ հանգստությունը։ լավ։ Ես էլ ոչինչ չեմ ասի։ Գիտես, տատ, այն իմ սիրած համով ճաշերից կուտեի, որ մի քիչ տրամադրությունս բարձրանար։ Երևի հոտն առար, դրա համար էլ այդպես ես ասում, հա։ Հա, խորժակս էլ բացվեց։ Շատ լավ, դե արի գնանք միասին ճաշենք, արի բալես։ Տատ այնքան լավ է քո հետ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև Դավիթ ջան։ Զանգել եմ ասեմ, որ Մարիայի հետ խոսեցի։ Ինքը ամեն ինչ խոստովանեց ու ասաց, որ խաբել է։ Պարզ է։
Ես սպանելու եմ Ռաֆին, ձյաձ Ռուբեն, ու ոչ մեկը չի կարող իմ դիմաց կանգնի։ Դավիթ Ռաֆը արդեն իմ մոտ է ու հավատա իր դաժան օրերը սկսվել են։ Էս իմ հարցն է։ Ու ինչքան էլ փորձեք Ռաֆին ինձնից հեռու պահել, մեկը մի օր ձեռքս կընկնի, ու ես դրան կթաղեմ։ Մենք 1000 անգամ խոսել ենք դրա մասին։ Ու դու լավ գիտես, որ ես դեմ եմ սպանությանը։ Ես էլ դրա շնչելն ու ապրելն եմ սխալ համարում։ Մարիային տարել եմ ձեր տուն, որ մենակ չմնա։ Ով կաստ է։ Հեռախոսապետ մեկը տեկեք։ Չեք լսում, ասում եմ հեռախոսապետք։ Ինչ ես են այդ գլուխդ գցե։ Հեռախոսապետք։ Իրավունքը ունեմ, չես անգելու։ Ոչի բան իրավունք էլ չունես։ Այսինքն Դավթյանի հրամանն է։ ոնց է Դավթյանի հրամանն է։ Ուրիշ ժամանակ օրենքից եք մենակ խոսում, բա ուր մնաց ձեր օրենքը։ Հարմար պարկը գտնես կբողոքես։ Սպասի ասում եմ հեռախոսապետք։ Էս ինչա կատարվում, Աբուլ։ Արդեն ոչ մի բան չեմ հասկանում, Աբուլ, էս ինչա կատարվում։ Հիմա ինչ ա եղել։ Մարիայի մոտ էի։ Խոսացի հետը ու ահավոր այդ խոսակցությունը ազդել է ես։ Կներես Դավ, այս ամեն ինչի մեղավորը մենակ ես եմ։ Աստորեն Մարիան իր երջանկությունը մի կողմ ա դրել, որ քեզ օգնի, հա։ Իսկ ես Դու չես իմացել։ Քո տեղով է լինել նույն ձև կարձագանքեր։ Բայց ես հավատացել եմ, չէ՞ ստերին Աբուլ։ Այդ նշանակում է, որ Մարիայի վրա մինչև վերջ վստահ չեմ եղել։ Նշանակում է, որ կասկածել եմ մեր սիրո, մեր միջև եղած անկեղծության վրա։ Իսկ Մարիան Լավ։ Հիմա քեզ անիմաստ ես մեղադրում։ Դե Աբուլ, լավ էլի, անիմաստ չի։ Ոնց է անիմաստ, Աբուլ, դու ինձ ուղղակի չես հասկանում։ Երևի Մարիան էլ վստահ է եղել, որ ես չեմ հավատալու իրան, որ պայքարելու եմ մինչև վերջ։ Դրա համար էլ 70-ի ասածներին համաձայնվել է։ Ես հիմա չգիտեմ, համ ինձ եմ մեղադրում, համ Մարիային։ Ինձ մեղադրում եմ, որովհետև այդ օդի մեջ եղած խոսքերին միանգամից հավատացել եմ։ Ու կնոջս իր չարացի համար այդ են ստորացրել եմ։ Իսկ Մարիային մեղադրում եմ, որ ամեն անգամ մի հատ այսպես իրավիճակ է ստեղծում, ապուր ամեն անգամ, որ իրար դեմ մեղավոր դուրս գանք։ Ոչ մեկը էլ մեղավոր չեք։ Այս պատմության մեջ եթե մեղավոր կա, այդ մենակ ես եմ։ Ես ինձ տղաբարի չպայեցի։ Ես հույսս դրեցի քրոջս վրա։ Կաշից փրկելու համար աղբորս ընտանիքը քանդեցի։ Վերջացրու Աբուլ, մի ասա տենց, մի ասա։ Ոնց չասեմ, կողքս նստած արդարանում ես, Դավ։ Աբուլ, ընդամենը կիսվում եմ հետը։ Նենց չի, որ ես ամեն ինչը հատուկ եմ ասում, որ դու նեղվես։ Կիսվում եմ։ Էս ինչ եղավ։ Չես պատկերացնի, Աբուլ, այդ բանը ոնց է ուզում գրկեի Մարիային։ Ասեի, որ իր հետ եմ, որ պատրաստ եմ ամեն ինչ ներել։ Բա ինչի չարեցիր։ Ոնց անեմ։ Ասենք թե քո պահը ներեցի, մոռացա, ընդունեցի, բա երեխուն Աբուլ։ Բա երեխեն, որ չգիտեմ իմնա, թե 79-ը։ Ալո։ Ռուբեն, ոնց ես։ Ավելի լավ է այդ հարցը շրջանցենք։ Տրամադրություն չունես։ Իսկ դու ունես սոֆա։ Ես ոչ քնում եմ, ոչ էլ հանգստանում։
Ռուբեն, ես չգիտեմ իմ երեխան որտեղ է, ինչ է անում։ Ռուբեն, ես հասկանում եմ, որ դու ջղայնացած ես, որ չես ուզում երեխուս տեսնես։ Բայց խնդրում եմ քեզ, գտի երեխուս։ Հանուն ինձ գտի, Ռուբեն։ Ես երկրորդ անգամ չեմ կարա իրան կորցնեմ։ Ես դրան չեմ դիմանա։ Հանգստացի, Մարիան մեր տանն է։ Ինչ։ Բայց դու Քեզ թվում է այն ինչ իմացել եմ, դրանից հետո ոչ մի բան չէր փոխվելու։ Ռուբեն, ես ուզում եմ տեսնեմ երեխուս։ Մարիան մի ժամ առաջ Դավիթին է հանդիպել։ Հիմա հեչ հարմար չի, որ հարմար լինի կասեմ։ Հիմա լավ վիճակում չի։ Ես որ հիշում եմ Մարիայի ասածները, որ պատկերացնում եմ ինչ արել, տանասուն Աբուլը արունը մեջս երում, ուզում եմ դրան սպանեմ, խեղդեմ, վիզը կտրեմ, գցեմ կենթայիների դեմ։ Ես էլ ապրելու իրավունք չունի այդ տանասունը։ Ու ես ոչ միայն Մարիայի պատվի արսն, այլ նաև մեր։ Ինքը ընտանիք է պղծել։ Ինքը սրբություն չունեցող մարդ է։ Ոչինչ Աբուլ, ոչինչ ցավդ տա։ Ոնց որ ես եմ ամեն ինչ կորցրել, հենց էլ ինքն է կորցնել։ Ու աշխարհները շուրգա ես իմ ուզածին հարցնելու։ Մարիայի ամեն թափած արցունքի համար իր արյունն է թափվելու։ Կաթար։ Դավիթ, ուր ես գնում։ Ինչ ես անելու։ Կասես ես էլ իմանամ։ Դավիթ։ Ախպերս Աբուլ։ Մի հատ բան պիտի խնդրեմ, պիտի անես։ Այսինքն այդ լակոտը երեխուս Աբուլով է վախացրել, Աբուլի դեմ փաստերով։ Հա, դրա համար էր Մարիան խաբում, ու ստիպում էր, որ հիասթափվենք իրանից։ Ես ասում էի, չէ։ Ասում էի, որ այդ անասունի դեմն առնելու միակ միջոցը սպանելն է։ Ռաֆը հիմա բաժնում է, ու ես քեզ խոստանում եմ, ստեղ էլ մնալու է։ Ցմա, մինչև կյանքի վերջ, մինչև մահ։ Չէ, Ռուբեն։ Ես որպես պատասխան մենակ իրա մահն եմ ընդունում։ Ես չեմ հավատում։ Ռուբեն, ես չեմ կարող հանգիստ ապրեմ իմանալով, որ երեխուս կյանքը փչացնող է։ Երեխուս ամենավերջի ձևով ստորացնողն ու ամեն բանի դրդողը հիմա բա որ դուրս գա։ Ինչ որ մի օր դուրս գա, ես ամբողջ կյանքս այդ վախի մեջ չեմ ապրելու։ Դու չես լսում քեզ ինչ եմ ասում։ Ասում եմ, ով է։ Ռաֆը ցմահ մնալու է բանտում։ Չես լսում, թե իմ ասածները քո համար հեչ կապ չունեն։ Ու ես ոչ մեկի թույլ չեմ տա, որ թաթախվեք Ռաֆի սպանության մեջ։ Ես ուզում եմ երեխուս հետ խոսել։ Չէ, թող մի քիչ հանգստանա։ Հիմա ես էլ չեմ խոսելու հետը։ Ռուբեն, ինքը մտածում է, ես նեղացել եմ իրանից։ Բայց չէ, ես ուղղակի սպասում էի, որ ինքը հանգստանար, որ իրավիճակը նորմալ դատ էր։ Մի անհանգստացի, ով է հիմա Մարիան հուսալի ձեռքերում է։ Մաման տանն է։ Մաման կհանդարտացնի։ Իսկ դրանից հետո կխոսենք համ ես, համ դու։ Ռուբեն, իսկ դու։ Ես ինչ։ Դու առաջվա նման կվստահես երեխուս։ Չգիտեմ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ռուբեն, բայց դու քո աչքով ես տեսնում, որ ես Ռաֆի հերթական թակարդներ երեխուս դեմ։ Ես նաև իմ աչքով եմ տեսնում, թե ոնց Մարիան ինձ չի վստահում։ Այդպես մի ասա։ Մարիան փակ աչքերով է քեզ վստահում, Ռուբեն։ Հա։ Դրա համար է իր հանդեպ բռնությունը թաքցրել, հա։ Ռուբեն։ Լավ, ով այլ բան մի ասա։ Կապի մեջ։
ինքս չես մարսելու, Մարիա։ Ոչ մեկը չեք մարսել։ Խոսացի տատիի հետ։ Ինչ ասում։ Ասում է դե վատ վիճակում ա տուն եկել, լացել է։ Ոնց է հիմա։ Պետք է կողքը լինենք։ Պետք է հետը կապ պայենք։ Անպայման։ Գնա արի Աբուլու հետ կապը պայ։ Խնդրում եմ։ Հույսս մենակ դուրս։ Բաբ։ Կներես բալես հարտնացրեցի։ Կներես ինձ, ես հիմա կգնամ տատիկին է եկել տեսնի։ Չէ, դու էլ ոչ միտեղ չես գնա։ Դու կմնաս իմ մոտ։ Բաբ։ Մարիա, ես ամեն ինչ գիտեմ։ Ես խոսացել եմ Աբուլի հետ, տեսել եմ, ինքը ինձ ամեն ինչ պատմել է։ Բայց կներես ինձ։ Կներես, որ վատ եմ խոսացել հետդ, վատ բաներ եմ ասել։ Ես ուղղակի պահի տակ ինձ չեմ տիրապետել։ Ես չեմ հավատացել, որ դու կարաս նման քայլի գնաս։ Կներես ինձ բալես։ Ես հիմա նայում եմ քեզ ու չեմ կարողանում ինձ ներել։ Այդպես մի ասա, բաբ։ Ախր ես զգում էի, որ մի բան են չի։ Ես հասկանում էի, որ ստեղ մի բան են չի, որ դու ինձ խաբում ես, որ դու մեզ բոլորիս խաբում ես։ Որովհետև ես քեզ լավ եմ ճանաչում, Մարիա, ես գիտեմ, որ դու նման քայլի ընդունակ չես, աղջիկ ջան։ Բայց չգիտեմ ինչ կատարվեց հետս։ Ես չգիտեմ, Մարիա։ Ախր ես եմ քեզ դաստիարակել։ Ես վստահ եմ, որ դու նման քայլի ընդունակ չես, ոնց հավատացի։ Ես չգիտեմ ոնց հավատացի։ Դու չհավատացիր, բաբ։ Ես քեզ ստիպեցի, որ դու հավատաս։ Դու ինձ սխալ չես դաստիարակել։ Դու իմ համար ամեն ինչ ես եղել, բաբ։ Դու ինձ սովորեցրել ես, որ մարդ կարող է լուր սիրել։ Սովորեցրել ես, որ ուժեղ լինելը չլացելը չի կամ լացը զսպելը չի։ Ուժեղ լինելը լացողին օգնելն է, գրկելն ու հանգստացնելն է։ Դու ինձ վստահություն ու ուժ ես ներշնչել, բաբ։ Բայց ես քեզ չվստահեցի, Մարիա։ Ես հավատացի նրան, որ դու ընդունակ ես նման քայլի։ Բաբ, գիտես, որ փոքր էի նայում հետ ձեռքերի, դու չէի հասկանում ինչի են իրենք այդքան կոշտ։ Բայց չէի էլ վախենում, որովհետև հիշում էի ոնց էիր
Առաջին անգամ իմ մանկական ձեռքերը բռնած փողոց անցնում։ Այնքան նրբությամբ, այնքան քնքշությամբ չեմ կարա բացատրեմ։ Ու նույն ձև հիմա է։ Ես քեզնից չեմ նեղացել, ես քեզնից չեմ վախեցել։ Որովհետև հիշում եմ, թե ինչքան ես լռությամբ ինձ օգնել, երբ բոլորը գոռում էին։ Կներես ինձ, Մարիա։ Ուրես դավը։ Բալես ես քեզ խոստանում եմ։ Խոստանում եմ, որ Ռաֆը իր բոլոր արածների համար պատասխան է տալու։ Ես չեմ ուզում բացեմ այդ թեման, որ դու քեզ վատ չզգաս, չվերապրես այդ զգացողությունները։ Բայց ես ուզում եմ, որ դու վստահ լինես, որ ես դրան շանորն եմ գցելու։ Այն փողոցային շները կան, երազելու է դրանց նման ապրի։ Այդ իր համար երազանք է լինելու։ Պապի միակ ցանկությունն է նա, որ Դավիթը իր կյանք չկործանի։ Ու չհանդիպի Ռաֆի հետ, խնդրում եմ քեզ, այնպես արա, որ այդ հանդիպումը չկայանա։ Դրա հարցերը ես եմ լուծելու, Մարիա։ Պապ, ես վախենում եմ։ Չեմ ուզում, որ դու քո կյանքը վտանգես իմ համար։ Բալես հանգստացի, հա։ Ես երեխա չեմ։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Ինչ վերաբերվում է քեզ, Մարիա, ես հանուն քեզ ամեն ինչի պատրաստ եմ։ Ես այդ լակոտին չեմ ներելու։ Ինձ ու քեզ երբևիցե ոչ ոքի չի հաջողվել բաժանել իրարից, բայց դրան հաջողվեց։ Այդ դրան յուրահատուկ պատիժ է սպասվում։ Բայց ինձ քո օգնությունն է հարկավոր։ Ընդհանրապես պետք է բողոք ներկայացնես Ռաֆի դեմ։ Պետք է բան առանց վախենալու, առանց որովիցե էմոցիայի։ Կանեմ, պապ։ Կանեմ այնպես, ոնց դու ես ասում։ Բայց ես քո վրա եմ ջղայնացած, Մարիա։ Բայց չեմ ուզում հիմա այդ թեմայով խոսենք։ Ուղղակի քո սխալները շատ են։ Հիմա ուշ է։ Գնա քնի, հետո կխոսենք։ Պապ, դու չես կարա պատկերացնես, թե ինչ էր հետս կատարվում։ Երբ տեսնում էի, թե ինչի աստափություն ապրած աչքերով էիր ինձ նայում։ Կներես ինձ, պապ։ Կներես ինձ, որ քեզ այս վիճակին հասցրեցի։ Իսկ դու չես պատկերացնի իմ հետ ինչ էր կատարվում։ Երբ ես իմացա, որ այս ամեն ինչին կուլ ես գնացել հանուն Աբուլի։ Ես չէի կարա թույլ տալ, որ դուք երկրորդ անգամ բաժանվեիք, ես ինձ չէի ների երկրորդ անգամ։ Մարիա, կլինի դադարես Աբուլի պատմության մեջ քեզ մեղադրես։ Եթե նույնիսկ մեղավորել չլինեմ, ես ինձ չէի կարող ընտրել Աբուլի փոխարեն։ Աբուլին ոչ մի վտանգ չի սպառնում, չէ, պապ։ Չէ, բալես, ոչ մի վտանգ։ Վերջ, դրա մասին մի մտածի ու հանգիստ եղի։
Խաչատրյան, ես հիմա բաժնում եմ, կապ հաստատի Մարգարյանն հենց բաժին ասա թող Ռաֆին ուշադիր լինեն։ Լավ, պարոն Դավթյան։ Հիմա կխոսեմ։ Լավ։ Ալո։ Բարև ձեզ, ձեր համարը իմ կոտրված մեքենայի վրայից եմ գտել։ Հա, բարև ձեզ։ Ես եմ խփել ձեր մեքենային, համարս էլ թողել էի, որ կամ վերանորոգեմ, կամ էլ փոխհատուցեմ, ինչ որ դուք կառաջարկեք։ Ես նոր եմ եկել Հայաստան ու նորմալ մեքենա սարքողի տեղ չգիտեմ։ Ինձ գումար պետք չի, ավելի լավ է հանդիպենք, միասին տանենք մեքենաս, եթե ձեզ համար դա խնդիր չի։ Լավ, ես հեսա հասցե ուղարկեմ, եկեք կսպասեմ։ Լավ։ Շատ վատ նորություն ունեմ, պարոն Դավթյան։ Ինչ ա եղել։ Խոսա։ Ռաֆին հաջողվել է դուրս գալ։ Ու չեն կարողացել դեն առնել։ Եվ լուրջ ես խոսում։ Ես քեզ ինչ էի ասել։ Քեզ էլ Մարգարյանին էլ ինչ էի ասել։ Փաստաբան է եկել։ Չեմ էլ իմանում Ռաֆը ոնց է լուր տվել։ Եկել է ու տարել։ Հիմքեր չեն եղել։ Բողոք, ուրիշ բան։ Մարգարյանն էլ բռնել ստորագրել է, չի էլ իմացել ինչի համար ենք պահում։ Ես ձեզ քանի անգամ ասեցի ուշադիր լինեք, քանի անգամ։ Ես ինչ եք անում։ Ես ինչ եք անում։ Խնդրեմ։ Գետնի տակ անցավ։ Դե իմ ասա տեսնեմ ինչ ենք անելու։ Ալո։ Ես եմ։ Հիմա ուր ես խոսալու բան կա, շատ կարևոր է։ Շատ լուրջ թեմա է։ Պետք է տեսնենք իրար։